Եթերում հեռանկարն է։ Ինչ տեղաշարժեր կան Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Այս թեմաներին անդրադարձել են Հայաստանի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը։ Այդ անդրադարձները եւ հնարավոր զարգացումները քննարկեն քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք նրանից, որ նախ Ադրբեջանը, ապա նաեւ Հայաստանը հայտարարեցին, որ տարանցման սահմանափակումները վերացնում են։ Դուք փորձագիտական աչքով նայելիս ինչպիսի եզրահանգումներ եք տեսնում։ Տեսեք, Հայաստանի կողմից իրականում այդ սահմանափակումը չի եղել երբեք, այսինքն սահմանը երկու կողմից էլ փակված է եղել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Նույնիսկ Նախիջևանի շրջափակումը իրականացվել է Ադրբեջանի կողմից, Նախիջևանի կողմից եւ Ադրբեջանի կողմից մյուս կողմից։ Հիմա ինչ վերաբերում է տարանցման այս արգելքի վերացման մասին, ապա այո, դա վերացվել է այդ արգելքը Ադրբեջանի կողմից, բայց միայն երրորդ երկրներով ապրանքները դեպի Հայաստան ներմուծելու պարագայում, այսինքն օրինակ Վրաստանով կամ օրինակ Իրանով, եթե լինի, հա, բայց ոչ ուղիղ, որովհետև սահմանը շարունակում է մնալ փակ, այսինքն Ադրբեջանը այստեղ ուղղակի ամբողջ գործընթացը տնտեսական հարաբերությունների հաստատման բաժանում է շատ փոքր մասերի, որպեսզի ամեն մասի համար առանձին բանակցի։ Դե եթե մինչ այդ ընդհանրապես չկար եւ հիմա մի փոքր գոնե կա, դա խոսում է տեղաշարժի մասին։ Դա խոսում է տեղաշարժի մասին, որոշակի սիմվոլիկ փոփոխությունն է, բայց նաեւ ես չէի գերագնահատի, որովհետեւ անմիջապես սահմանի բացում դա չի, դա ուղղակի, այսպես ասած, սիմվոլիկ քայլ է հենց զուտ իր սիմվոլիկ նշանակությամբ։ Հիմա դուք ասացիք, որպեսզի առանձին բանակցի, հա, ինչ ակնկալիքներ ունի Ադրբեջանը այս դեպքում։ Դե Ադրբեջանի ցանկությունները մենք գիտենք բավականին շատ են եւ նման հարցեր դրվում են բանակցությունների սեղանին անընդհատ եւ ես չեմ ուզում դրանք մեջ բերեմ, որովհետեւ իմ կարծիքով ինչքան քիչ դա հնչի մեր ներքին դիսկուրսում այդքան լավ։ Ընդհանրապես անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որ տեղերում է, որ ավելի հեշտ է ապաշրջափակումը իրականացնել եւ որ տեղերում ոչ, եւ ինչից է դա կախված։ Իրականում իմ կարծիքով այս ապաշրջափակումը, քանի որ քաղաքական է եւ Թուրքիայի կողմից կառավարվում է, ապա այստեղ թույլ օղակ գտնելը չի ստացվի, այսինքն քանի դեռ ամբողջական փաթեթը խնդիրների լուծված չի համարվի Թուրքիայի կողմից, այդ հարցը վերացնել չի ստացվի։ Ինչու՞։ Կան մարդիկ, ովքեր համարում են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն, Ադրբեջանը ինչ որտեղ փորձում է Թուրքիայի վրա ազդել եւ այլն, ես այդ կարծիքի կողմնակից չեմ, ես համոզված եմ, որ հենց Թուրքիան է կառավարում ամբողջ գործընթացը, Ադրբեջանը տվյալ դեպքում որպես կլիենտ պետություն է հանդես գալիս եւ նույնիսկ գաղափարը ամեն ինչը շրջափակելու եւ ձևաչափը դա դրդվում է Թուրքիայի կողմից եւ այստեղ վերջին հաշվով Թուրքիան է սպառող այդ քաղաքականության եւ նաեւ Թուրքիան է վերջնական այսպես ասած շլագբաում բացելու։ Այսպիսով, եթե խոսանք թույլ օղակների մասին, ապա ամեն դեպքում առաջին քայլ որպես դիտարկվում է երրորդ երկրների համար սահմանը բացելու մասին, այսինքն որ օրինակ, չգիտեմ, Վրաստանի կամ Ադրբեջանի քաղաքացիներ օրինակ հայ-թուրքական սահմանը կարողանան անցնել, կամ օրինակ Ռուսաստանի կամ Իրանի եւ այլն, հա, եւ հաջորդիվ այդ փորձը կսկսեն տարածել արդեն հայաստանցիների վրա, բայց այստեղ երևի հենց տրանզիտը որպես արդեն առաջարկ արվել է Հայաստանի կողմից եւ այդ երևի հաջորդ քայլը լինելու։ Հիմա երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարը ասաց, որ ինտենսիվ շփումներ են Թուրքիայի հետ եւ առաջիկայում էլ հույս ունեն շոշափելի արդյունքի հասնել։ Խոսքը դրա մասին է, երրորդ երկրների։ Ի վերջո այդ պայմանավորվածությունը ավելի վաղ ձեռք բերված էր։ Ինչպիսի հիմքեր կան։ Նախնական դա ձեռք է բերվել դեռ 2021 թվականին, բայց տեսնում ենք, որ 4 տարին անցել է, դեռ չի գործում, բայց ամեն դեպքում Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ մինչև 25 թվականի վերջ ակնկալվում է, որ սահմանը գոնե երրորդ երկրների համար կբացվի։ Կտեսնենք, ամեն դեպքում այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, բայց այս պայմանությամբ կոնսուլտացիաները շատ ինտենսիվ են։ Նկատի ունենալով այն, որ ըստ ձեր ասացի, Թուրքիան է ըստ էության այս ամենի ղեկավարողը եւ նախաձեռնողը։ Հիմա Թուրքիայի համար որ պարագայում է, որ առավել ձեռնտու է, որ այդ ապաշրջափակումը տեղի ունենա։ Թուրքիան ուզում է Հայաստանում գործընթացի կանխատեսելիություն ունենա եւ իմ կարծիքով Թուրքիայի համար շատ կարեւոր է, որ այս կառավարության հետ բանակցի եւ հավանաբար Եթե այսպես հարց դնենք, հավանաբար Թուրքիան փորձելու է
գոնե սահմանի ամբողջական բացումը, եթե ոչ երրորդ երկրների համար, այլ Հայաստանի համար օրինակ կամ Հայաստանի եւ Թուրքիայի միջև իրականացնի արդեն ընտրություններից հետո կամ գուցե նույնիսկ հանրակրվեից հետո, որը Ադրբեջանն է պահանջում էլի Թուրքիայի դրդմամբ, որպեսզի Հայաստանում սահմանադրությունը փոխվի, հա։ Եվ այսպիսով այս պայմանները դրվել են, որպեսզի այս, այսպես ասած, իրենց համար հարմար աշխարհակահաղական կարգ այս տարածաշրջանում հաստատվի եւ ամեն ձևով կնքվի նոր այսպես ասած քաղաքական պայմաններով։ Հիմա մենք նկատում ենք, որ ոչ միայն Թուրքիան է այստեղ շահագրգիռ ընդհանուր առմամբ տարածաշրջանում հաղորդակցությունների առումով, այլև այլ երկրներ, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում, այդ շահերը արդյոք չեն հավասարակշռվում։ Տեսեք, օրինակ, եթե գնանք հերթով, ապա կտեսնենք, որ առաջինը Իրանի շահերը եւ Թուրքիայի շահերը իրար չեն բռնում, հա։ Իրանը չի ուզում միջանցքներ լինեն, Թուրքիան ուզում է։ Իրանը նույնիսկ հիմա առաջարկում է այլընտրանքային միջանցք, որ եթե Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են այսպես կոչված մեղրի միջանցք, ապա Իրանն էլ ուզում է օրինակ Երասխից դեպի Մաքուի շրջանի միջանցք, այդտեղ շատ մոտիկ է Երևանից դեպի Իրան, արդեն շատ ավելի կարճ ճանապարհ է լինելու։ Սա մեկ օրինակ։ Հետո ինչ վերաբերվում է օրինակ եվրոպական երկրներին, ապա տեսնում ենք, որ այդտեղ որոշակի հետաքրություն կա, բայց այս հետաքրությունը հիմնականում կապված է Միջին Ասիայի հետ եւ ամեն դեպքում այստեղ հիմնականում ավելի շուտ աշխարհակահաղական հետաքրությունը, քան թե տնտեսական։ Միջին Ասիայում կա հետաքրություն, որովհետև կան ակնկալիքներ Թուրքիայի հետ տնտեսական կապերի խորացմանը եւ Ռուսաստանը այս պայդրությամբ մեծ հաշվով իր դիրքորոշումը չի հայտնում։ Բայց եթե դիտարկենք օրինակ ինչ նպատակներ ունի Թուրքիան, ապա ես կարծում եմ, որ շատ կարևոր է որ ասվի, որ այս ամբողջ քաղաքականության որպես արդյունք Թուրքիան տեսնում է իր ազդեցության մեծացումը Միջին Ասիայում եւ Միջին Ասիայի ռազմականացում։ Եվ դրա մասին նաև Հայաստանի վարչապետն է խոսել, որ տեսնում է, որ այս որ մեղրիով տեղափոխվեն օրինակ ռազմական բեռներ Թուրքիայի կողմից։ Այսպիսով դեպի Ադրբեջան եւ հետո դեպի Միջին Ասիա։ Եվ իմ կարծիքով դա հիմնական նշանակություն է որպես դիտարկում, որովհետեւ այլընտրանքային տեսանկյունից եթե դիտարկենք զուտ ճանապարհները, ապա կա Վրաստանով ճանապարհ, կա Իրանով ճանապարհ, այդ թվում դրանք երկաթուղիներն են եւ տնտեսական ապրանքների համար դրանք բավական են։ Ավելին Վրաստանով Բաքու-Թբիլիսի կառսը երկաթուղին մոտավորապես 40%-ով է զբաղված, 60%-ը ասած ազատ պաշար է։ Այսինքն զուտ տնտեսական շրջանառության տեսանկյունից այդ ճանապարհը այդքան մեծ հետաքրություն չունի Թուրքիայի համար, ինչքան ռազմաքաղաքական։ Հիմա փոխադարձության սկզբունքը երբ որ քննարկվում էր, արդյոք այստեղ այդ առումով չի գործում։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան թույլ է տալու դեպի Հայաստան ռազմական ապրանքների ներմուծում։ Ավելին Ադրբեջանը բոլոր երկրներից առանձին պահանջում է, որպեսզի դեպի Հայաստան չարտահանեն եւ այստեղ եթե նույնիսկ Թուրքիան եւ Ադրբեջանը միակարծիք չեն լինի, ապա Թուրքիան Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։ Օրինակ հիշենք ինչպես Ադրբեջանը անընդհատ Հնդկաստանի հետ փորձում էր բանակցել եւ Հնդկաստանի վրա որոշակի ճնշում գործադրել, նույնն էլ Ֆրանսիայի հետ, որպեսզի նրանք չմատակարարեն։ Ադրբեջանը նաեւ Թուրքիայի հետ միասնաբար ճնշում էին Վրաստանի վրա, որ Վրաստանը թույլ չտա Ռուսաստանից ռազմական բեռների տեղափոխում դեպի Հայաստան եւ այսպիսով մենք տեսնում ենք, որ փոխադարձության սկզբունքը ես չեմ կարծում, որ նման բարագայում գործելու է, առավել եւս որ փոխադարձության համար սուբյեկտները պետք է հավասար լինեն թե կարողությունների տեսանկյունից, թե հնարավորությունների տեսանկյունից։ Հիմա անդրադառնալով օգոստոսի 8-ի հռչակագրին, դրանից հետո ըստ էության այլ իրավիճակ է։ Դուք ինչպես եք դիտարկում դա, ինչով է այն առանձնահատուկ, կամ կա արդյոք առանձնահատկություն։ Փոփոխությունը դեր սիմվոլիկ է, որովհետև խաղաղության պայմանագիրը կնքված չէ եւ ես ստեղ եւս ուզում եմ որ գերակնահատված կամ շատ մեծ սպասելիքներ պետք է չլինեն, որովհետև Ադրբեջանի ռազմավարությունը չի փոխվել։ Մենք պետք է դիտարկենք ռազմավարությունը եւ գաղափարախոսությունը որպես հիմնական քաղաքականության ուղղության ցուցանիշներ։ Տվյալ դեպքում Ադրբեջանի պարագայում դրանք պանթուրքիստական են եւ այստեղ որևէ բան չի փոխվել։ Իսկ պանթուրքիզմը Հայաստանի հետ խաղաղությունը չի ենթադրում։ Այսինքն պետք է ստեղ տարանջատենք ռազմավարական եւ մարտավարական գծերը։
քաղաքականության։ Ադրբեջանը հիմա մարտավարական տեսանկյունից ուզում է Հայաստանի հետ որոշակի գործընթաց ունենա, որպեսզի դիվանագիտական ճնշումը արևմուտքից չեզոքացնի, որին հասել է, հա, մենք տեսել ենք, որ Ադրբեջանը գտնվում էր դիվանագիտական շրջափակման մեջ ԱՄՆ-ի կողմից եւ հիմա դա ամբողջությամբ վերացել է, եւ այս նպատակը որպես գլխավոր է դիտարկվել ադրբեջանական մամուլում։ Այսպիսով, այստեղ Ադրբեջանի կողմից մարտավարական քայլերը որպես ռազմավարական չպետք է դիտարկենք, ինչ վերաբերում է տարածաշրջանային իրավիճակի փոփոխությանը, ապա այո, իհարկե տարածաշրջանային իրավիճակը փոխվել է, բայց ոչ անդառնալի։ Այսինքն դա որոշակի քայլն է դեպի իրավիճակի փոփոխություն եւ դեպի իմ կարծիքով տարածաշրջանի որպես արևելք-արևմուտք հիմնական, այսպես ասած, կորիդորի տրամաբանության մեջ տեղավորվելու, որովհետեւ Վրաստանը այդ տրամաբանության մեջ դեռ 90-ականների վերջից է գտնվում եւ դեպի Հայաստան վաղուց կար ճնշում, որպեսզի Հայաստանն էլ այս տրամաբանության մեջ տեղավորվի։ Հիմա այդ գործընթացը շարունակվում է, բայց այդ գործընթացը երբ է ավարտվելու եւ ավարտվելու արդյոք ամբողջությամբ հաջողությամբ թե ոչ, դա արդեն ուրիշ հարց է եւ ել ավելի կարեւոր հարց է ինչքանով է դա բխում Հայաստանի շահերից, որովհետեւ այո, Հայաստանը առաջ է բերել գաղափարը, որ Հայաստանը պետք է համատեղի թե հյուսիս-հարավը, թե արևելք-արևմուտքը, բայց մենք տեսնում ենք, որ հիմնական ճնշումը եւ հիմնական, այսպես ասած, աշխարհակաղակական զարգացումները տեղի են ունենում միայն արևելք-արևմուտք տրամաբանության մեջ, հյուսիս-հարավ միայն Հայաստանը իր ուժերով է փորձում իրականացնել իրականում։ Հիմա Միացյալ Նահանգներում այս ընթացքում կոնգրեսում, եթե հիշում եք, պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացվեց։ Պարզ է, այն դեռ օրենք չէ, բայց արդյոք սա ճնշման լծակ չէ Ադրբեջանի դեպքում, եթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Տեսականորեն այո, որովհետև ԱՄՆ-ի քաղաքականությունը ընդհանրապես ենթադրում է բազմաթիվ զսպումների եւ հակակշիռների ստեղծումը, այդ թվում արտաքին քաղաքականության մեջ եւ միշտ ցանկացած բարդ բանակցողի նկատմամբ ստեղծում են նման գործիքներ։ Սա մեկ։ Երկրորդը պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում ամեն դեպքում կա հայկական լոբի եւ այն կարող է ուղղակի, այսպես իր աշխատանքը շարունակել անկախ այս ամբողջ գործընթացից կամ ուղղակի օգտվել այս գործընթացից, որպեսզի այս խնդիրը, այսպես ասած, առաջ բերի։ Այսպիսով, այստեղ արդյոք օրինակ սպիտակ տունը այդ քաղաքականության հետևում է թե ոչ, ես չգիտեմ։ Իմ կարծիքով այստեղ մի քիչ դժվար է ասել, բայց չի բացառի, որովհետև մենք տեսնում ենք, որ օրինակ նույն Պուտինի նկատմամբ, որ ավելի տեսանելի է, Տրամպը մի կողմից ոնց որ շատ բարիդրացիական է տրամադրված, բայց երկրորդ ձեռքով միշտ խփում է եւ միշտ պատրաստ է ինչ-որ գործիքներ կիրառել, որպեսզի իր ուզածին հասնի։ Եվ բացառված չի, որ Ադրբեջանի նկատմամբ եւս այլընտրանքային գործիքներն են պատրաստվում։ Հետևաբար սա կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանին զսպելու հարցում, եթե անգամ հայտարարությունները, հռետորաբանությունը դեռ շարունակվում են նույնը մնալ։ Միայն այն պարագայում, եթե Հայաստանը ակտիվ ներգրավի այս գործընթացի մեջ, որովհետև եթե դա ԱՄՆ-ի ներքին գործընթաց է, ակնկալենք, որ դա ուղղորդվի Հայաստանի շահերի նկատմամբ, իմ կարծիքով սխալ է։ Այսինքն այստեղ Հայաստանի գործուն մասնակցությունն է հարկավոր, որը ես ճիշտ ասած չեմ տեսնում։ Գործուն մասնակցությունը ասայելով ինչ նկատի ունեք, ինչ առաջարկներ կան այստեղ։ Դե օրինակ տեսեք, հա, մենք ինչ օրակարգ ունենք, ինչ խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ, հա, Ադրբեջանը անընդհատ Հայաստանի նկատմամբ ինչ որ պահանջներ է առաջ բերում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը իրականում փող չունի այդ պահանջների, եւ Ադրբեջանը վերջի տարիների ընթացքում շատ բան է ստացել, թե տարածքային, թե աշխարհական, թե օրենսդրական տեսանկյունից, ապա այստեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ուղղակի, այսպես ասած, ցանկությունների գիրք է բացել։ Հիմա մենք ունենք իրական խնդիրներ, մենք ունենք փախստականներ, մենք ունենք մշակութային ժառանգություն, որը հազարամյակների ժառանգություն է, մենք ունենք, չգիտեմ, Մեսրոպ Մաշտոցի դպրոցը Արցախում է գտնվում եւ հիմա վերացման ռիսկի տակ է գտնվում, հա։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ Ադրբեջանի հետ, նույն սահմանի բացման խնդիր, որովհետեւ շրջափակումը, ես հիշեցնեմ, պատերազմական միջոց է եւ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են դա կիրառել Հայաստանի նկատմամբ։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ այդ երկրների հետ եւ այդ ամեն ինչը պետք է առաջ բերվի։ Եթե դա առաջ չի բերվում, ակնկալել, որ ինքն իրեն կլուծվի, չէ։ Եվ նաեւ ակնկալել, որ մենք մեր կողմից ինչ որ բան չբարձրացնենք ինչ որ հարց եւ դրանով բարիդրացիական իմպուլս կստեղծենք, դա եւս սխալ է, որովհետեւ իրականում դիվանագիտությունը դա ինչ որ գծերի բախման ոնց որ համագումարն է եւ եթե դու քո կողմից ճնշումը չես իրականացնում, ապա ճնշումը այն կողմից գալիս է առաջ։
Մի քանի անգամ երկրի վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ այլ պաշտոնյաներ ասել են, որ ամեն հանդիպումների ժամանակ հնարավոր բոլոր առիթներով բարձրացվում են հարցերը, օրինակ ռազմագերիների հետ կապված մնացած։ Արդյոք դա բավարար չէ, թե այլ միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Գիտեք, Թրամփի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը լրիվ ուրիշ գիծ տարավ։ Եվ դա մենք տեսել ենք։ Դա ստուգելի է։ Հիմա այնինչ բարձրացվում է, դա իհարկե բավական չէ, նախ որովհետև արդյունք չկա, երկրորդը մենք տեսնում ենք տարբեր միջազգային մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները եւս ինչ որ հայտ են ներկայացնում, ուզում են Հայաստանի հետ կապեր ստեղծեն, ինչ որ հարց բարձրացնեն եւ Հայաստանի կողմից արձագանք չկա։ Մենք տեսնում ենք Հայաստանի ՄԻՊ-ը շատ пассив է այս հարցերում։ Եվ այսպես շարունակ, այսինքն ես կարծում եմ, որ այն, որ Հայաստանի իշխանությունը ամեն ինչ անում, որպեսզի ռազմագերին ազատի, դա իրականությանը չի համապատասխանում եւ ես կարծում եմ, որ շատ ավելի շատ բան հնարավոր էր անել եւ միանշանակ հնարավոր է իրենց արդեն ազատ արձակել, հաշվի առնելով ինչ խոշոր դիվանագիտական հարցեր են լուծվում եւ արդեն լուծվել են, այսինքն Ադրբեջանը ցանկացած քայլ պայմանավորում է որոշակի պայմաններով, մենք հրաժարվում ենք որևէ պայմաններից, որպեսզի մի բանին հասնենք, բայց մենք պետք է հասկանանք, որ դա որ դիվանագիտությունը այդպես չի իրականացում։ Հիմա անդրադառնալով ընդհանրապես խաղաղության գործընթացներին, երկու երկրներ, որոնք անընդհատ կոնֆլիկտի մեջ են, իրենք ինչպիսի ճանապարհ պիտի անցնեն, որպեսզի կարողանան տանելի համակեցություն ունենան գոնե։ Տեսեք, կա 3 տարբերակ։ Առաջին տարբերակ, եթե հակամարտություն կա երկու երկրների մեջ, առաջին տարբերակ, առաջին երկիրը հասնում է իր ուզած ամբողջական փաթեթի։ Երկրորդ տարբերակ երկրորդ երկիրն է իր ուզածին ամբողջությամբ հասնում է։ Ու երրորդ երկիրը ինչ որ միջին գիծ է ընտրվում, որ երկուսի միջև ինչ որ միջանկյալ կետին են հասնում։ Հիմա տեսեք, որպեսզի երկուսի միջև ինչ որ միջանկյալ կետին հասնեն, ապա նրանց դիվանագիտական ռազմաքաղաքական քաշը պետք է համադրելի լիներ եւ նրանց ներդրված ջանքը պետք է համադրելի լիներ։ Օրինակ, ԱՄՆ-ն Ռուսաստանից ավելի ուժեղ է, բայց Ուկրաինայի թատերաբեմում Ռուսաստանն է ավելի ուժեղ եւ դրա համար առաջ է գնում։ Ինչու՞, որովհետեւ Ռուսաստանին մոտիկ է եւ Ռուսաստանը այդտեղ ծախսում է ռեսուրսներ, այսինքն պարտադիր չի դու ավելի ուժեղ լինես, որ դու հաղթես։ Այսինքն պարտադիր է, որ դու ավելի մեծ ջանք գործադրես։ Սա մեկ։ Երկրորդը, ինչպիսի պահանջներ ես դու դնում, եւ քո պահանջները մարտավարական են թե ռազմավարական են, վերջնական նպատակը, վերջին հաշվով պետության նպատակը ո՞րն է։ Եթե այս նպատակին, եթե այս հարցադրմանը պատասխանակա, դու այդ տրամաբանության մեջ տեղավորում ես քո երկարատև քաղաքականությունը։ Հիմա տվյալ պարագայում եկեք ճիշտ խոստով անենք։ Օրինակ Ալիևը ասում է, որ երկրորդ աշխարհամարտից հետո առաջին եւ ամենատոտալ հաղթանակը տոնում է հիմա ինքը։ Ճիշտ է արդյոք ինքը։ Ես կարծում եմ, որ ինքը գերագնահատում է իրեն, միանշանակ գերագնահատում է իրեն, բայց եկեք դա էլ գիտակցենք, որ մենք ունենք հսկայական կորուստներ եւ մենք չենք գործադրում քայլեր, որպեսզի այս տրամաբանությունից դուրս գանք։ Այսինքն մենք շարունակում ենք մնալ կորուստների տրամաբանության մեջ, այսպես կոչված ցավալի կորուստների տրամաբանության մեջ, որը ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից, քանի մենք դուրս չենք գա, մենք շարունակելու ենք դա անել։ Հիմա արդյոք այս տրամաբանությունից դուրս գալը չի բերելու նոր հակամարտությանը։ Դե այստեղ մի քանի բան պետք է հաշվի առնենք։ Արդյոք հակամարտությունը չի շարունակվում, եթե մի կողմը շարունակում է զիջել։ Այսինքն, եթե ճնշող կողմը շարունակում է զիջումներ ստանալ առանց պատերազմի, սա նշանակում է, որ պատերազմը կա, ուղղակի իր ֆորմաները փոխվել են։ Եվ ավելին նախապատրաստվում է հողը դեպի ավելի մեծ գործողություններ, Մենք տեսել ենք Ադրբեջանը իր դիրքերը անընդհատ փորձում է բարելավել։ Սա ուղղակի ինքնանպատակ չի։ Երկրորդը, եթե վերջնական մենք դիտարկենք երկարատև, ապա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են մեզ երկարատև զարգացման հնարավորություններից զրկել։ Եւ սա պետք է թույլ չտրվի, որովհետեւ մենք պետք է նաեւ մտածենք, թե ինչ երկիր ենք թողնում ապագա սերունդներին։ Եվ այսպիսով այստեղ պետք է գտնվեն դիվանագիտական եւ ռազմաքաղաքական հնարավորություններ, որպեսզի զիջումները դադարեցվեն եւ որպեսզի մենք սկսենք որոշակի ձեռքբերումներ ունենալ, որովհետեւ ձեռքբերումը դա ուղղակի պայմանավորվածության փաստը չի։ Ձեռքբերումը դա արդյունք է, ըստ որը շոշափելի է։ Այսինքն իսկ այդ արդյունքը թուղթը չի։ Արդյունքը դա գործնական, տարածքային կամ մարդկանց համար իրավիճակի փոփոխությունն է։ Եթե մենք նման բաների սկսենք հասնել, ապա սա արդեն իրավիճակի փոփոխության է բերելու, բայց մենք այդ իրավիճակից բավականին հեռու ենք։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Հրանտ Միքայելյանն էր։